Не позволяйте, чтобы чеченские... Թույլ մի տվեք, որ չեչեն եւ ոչ միայն չեչեն, այլև ռուս ուժայինները հանգիստ գան Հայաստան եւ ձեր երկրում սպանեն մարդկանց։ Убивали человека. Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բեյմուրատովան նախ անհետացել էր Երևանում, հետո ոստիկանները նրա մարմինն էին գտել Երևանի մայրաքաղաքի բնակարաններից մեկում։ Օրերս բողոքի ակցիայի դուրս եկած ռուսաստանցի ակտիվիստները հայ իրավապահներին հարցնում էին. ընտանեկան բռնությունից փախած կնոջ գործն ինչ փուլում է։ Նրանք համոզված են Այշատը սպանվել է ու դրանում Չեչնիայի ուժայինների մատն է խառը։ Ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան Ազատությանն իր ունեցած տեղեկություններն է պատմում։ Нашла ее другая девушка в Инстаграм, решила с ней подружиться. Ինստագրամով նրա հետ ընկերացել է մի աղջիկ, քանի որ Այշատն աշխարհի համար բաց ու շփվող աղջիկ էր ու իսկապես ցանկանում էր շփվել, արձագանքել է նրա առաջարկին։ Հետո է պարզվել, որ նրան հանդիպման կանչած կինը ծանոթ է եղել Կադիրովի շրջապատի մարդկանց հետ։ Նրա հետ գիշերը հանդիպելուց հետո Այշատը անհետացել է։ Տեսախցիկը ֆիքսել է մարդկանց, որոնցից մեկը չեչեն տղամարդ էր եւ որն ըստ որոշ լուրերի նախկինում մեղադրվել է իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, Չեչնիայից հնչում են հայտարարություններ, թե իբր եթե չլինեին Այշատին Չեչնիայից դուրս գալու հարցում աջակցած իրավապաշտպան կազմակերպությունները, ապա այսպիսի դեպք չէր լինի։ Նաեւ այս ոչ ադեկվատ ռեակցիան է շատ բանի մասին խոսում։ Մենք Ռուսաստանում վաղուց ենք ծանոթ Չեչնիայի այս վարքագծին։ Այշատ Բեյմուրատովայի ընկերներից մեկը BBC-ի հետ զրույցում փոխանցել է այն, ինչ իրեն պատմել է մահացած ընկերուհին։ Ըստ այդմ Այշատը պնդել է, որ իր տատը Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովի զարմուհին է, վերջինս գործող ղեկավար Ռամզան Կադիրովի հայրն է։ Նա նաև պատմել է, որ Թոշակառու հայրը նախկին զինվորական է։ Պաշտոնապես Ռուսաստանում չգրանցված Վաժնոյե Իստորիե կայքը ենթադրում է, որ Այշատի հայրը ոստիկանության օպերատիվ աշխատակից է եղել։ Նույն աղբյուրի լրագրողները նաև պարզել են, որ Այշատի հորեղբայրն էլ Չեչնիայի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակից է։ Ըստ BBC-ի հոդվածի Այշատ Բեյմուրատովային 20 տարեկանում իր կամքին հակառակ ամուսնացրել են կրակել սովորեցնող 29-ամյա մի տղամարդու հետ, որին նա մի քանի անգամ է հանդիպել նախքան հարսանիքը։ Ըստ աղբյուրի ամուսինը ծեծել է երիտասարդ կնոջը, տանը տեսախցիկներով հետևել, դուռը վրան կողպած պահել, արգել էլ օգտվել հեռախոսից եւ այլն։ Նրանք համատեղ մեկ անչափահաս երեխա ունեն։ Ռուսաստանցի ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան ասում է. սա իրենց հայտնի առաջին դեպքն է, երբ Չեչնիայում ընտանեկան բռնության ենթարկված կինը սպանվում է օտար երկրում։ Սովորաբար ըստ նրա հարազատները կամ հենց Չեչնիայի ուժայինները կանանց վերադարձնում են իրենց երկիր, որտեղ էլ նրանք զրկվում են կյանքից։ Тех членов семьи, которые, по мнению семьи, каким-то неподобающим образом себя ведут, позорят семью, их убивают. Չեչնիայում ընտանիքի այն անդամը, որը մյուսների ընկալմամբ անպատվաբեր վարք է դրսևորում անարգելով ընտանիքը, սպանվում է եւ դա անվանում են սպանություն հանուն պատվի։ Սա այդ երկրում ընդունված է։ Նույնն էլ Այշատի հետ է եղել։ Նախ երեխային են վերցրել, հետո Այշատը փախել է ընտանեկան բռնությունից ու պարբերական ծեծից։ Չեչնիայի օրենքով երեխաներին միշտ հորն են հանձնում։ Դա է պատճառը, որ չեչեն կանայք հիմնականում չեն հեռանում ընտանիքից, որ չզրկվեն երեխաներից։ Իսկ Այշատը Հայաստան էր եկել ապրելու համար։ Սոցցանցերի իր բաց էջերով ազատորեն խոսում էր Չեչնիայում ընտանեկան բռնության մասին։ Վաղուց հայտնի փաստ է, եթե ընտանիքը չի կարողանում ինքնուրույն այդ հարցը լուծել, ապա չեչեն ուժայիններն են միջամտում, հատկապես եթե այդ կանայք գտնվում են երկրից դուրս։ Ազատության տեղեկություններով կնոջ մարմինը, որ դեռ Երևանում է, հողին չի հանձնվել։ Վարձակալած բնակարանում Այշատն ընկերների հետ է ապրել։ Հենց նրանք էլ այսօր դիակի ճանաչմանն են մասնակցել։ Դեպքից ավելի քան 20 օր է անցել, բայց դեռ հետախուզում չի հայտարարվել ռուս ակտիվիստի նշած մարդկանց գտնելու համար։ Թեև սպանության գործով քննչական կոմիտեում կա վարույթ, բայց չկա հարուցված քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ։ Կոմիտեից ասում են քննարկումների փուլում են։ Ըստ ընթացակարգի, սակայն, հետախուզում հայտարարվում է այն դեպքում, երբ գլխավոր դատախազությունը հաստատում է քննչականի քրեական հետապնդում հարուցելու որոշումը։ Ռուս ակտիվիստները կասկածներ ունեն, որ անգամ եթե այսօր հետախուզումը հայտարարվի, արդեն ուշ է, նրանց Հայաստան բերել չեն կարող, որովհետև նույն օրը սահմանը հատել են։ Այշատի հետ վարձով ապրող ընկերներն այս գործով առանցքային վկաներ են։ Նրանց իրավունքների պաշտպանությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է զբաղվում։ Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն Ազատությանն ասում է, իրենց պաշտպանյալներն արժեքավոր տեղեկություններ են փոխանցել իրավապահներին։ Գրեթե հանցագործությունը 90%-ով բացահայտված է, դա միանշանակ է, որովհետև եւ տեղեկությունները տրված դրանք համադրելով ստացված մնացած այլ ապացույցների, տեսագրությունների եւ այլնի հետ գրեթե պարզ է պատկերը եւ այս համատեքստում հապաղելը որևէ լավ արդյունքի չի բերելու։
Թեև հայ իրավապահներն ավելի քան 20 օր է դեռ չեն բացահայտել չեչեն կնոջ առեղծվածային մահվան դեպքը, բայց օտարալեզու լրատվամիջոցներն արդեն հրապարակում են այն կնոջ անունն ու ազգանունը եւ նկարը, որի հետ Instagram-ով ծանոթացել է Այշաթը։ Հետո նա ու մի տղամարդ վարձակալած բնակարան են հրավիրել Այշաթին, այնտեղից Այշաթն ընկերներին նկարներ է ուղարկել, հետո նրա հետ կապը կորել է։ Այդ կնոջ հետ նույն բնակարանում է եղել նաեւ մի տղամարդ, որն ըստ Осторожно новости տելեգրամյան ալիքի Գրոզնիում հայտնի բիզնեսմեններից մեկի որդին է։ Իրավապաշտպանները պնդում են Այշաթին խեղտամահ են արել, իսկ ինչ են պատմել Այշաթի հետ վարձով ապրող ընկերները, այն ինչ կարելի է հրապարակել, ներկայացնում է Անի Չաթինյանը։ Ավելի ուշ բնականաբար, ավելի ուշ հասկանալով, որ արդեն ամեն ինչ ավելի խորանում է, սկսել են ընտրել գործակալությունների միջոցով, որպեսզի կարողանան գտնել այն մոտավոր այն տունը, այն տարածքը, որտեղ որ նմանեցնելով նկարներին ուղարկված այդ գիշերվա փորձել են ընկերները գտնել տունը եւ հենց այդ միջոցով էլ տունը կարողացել են գտնել եւ հայտնաբերել են հենց այդ տանը արդեն մահացած։ Այշաթի ողբերգական այս դեպքից հետո Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Մանսուր Սոլտաևը հայտարարել է, թե անկախ իրավապաշտպաններն են մեղավոր ընտանեկան բռնությունից փախած եւ նրանց օգնությամբ Հայաստան հասած Այշաթ Բայմուրատովայի մահվան համար։ Պնդել է, այդ կազմակերպությունների աշխատակիցները արտասահմանյան գործակալներ են, սա իր որակումն է, որոնք փոխադրել են աղջկան եւ կարող են պատասխանատու լինել սպանության համար։ Все понимают. Այսպիսի հայտարարությունները նորություն չեն մեզ համար, ասում է ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան, որը Երևանի գլխավոր հրապարակից димում է հայերին։ Мы хотели, как минимум я что бы хотела, о том, что армяне должны быть в курсе. Ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն իմանան, որ ձեր երկրում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել։ Սպանել են մարդուն ու առանց պատժվելու գնացել երկրից։ Հետաքննությունը պետք է թափանցիկ լինի։ Պետք է այդ մարդկանց գտնելու համար միջազգային հետախուզում հայտարարվեր, որովհետև ձեր տանն իրենց տանտիրոջ պես են զգում օտարները։ Օրինակ չեչեն ուժայինները, չէ՞ որ Հայաստանը ժողովրդավարության ձգտող երկիր է։ Ձեր երկրում այնպիսի հանցագործություն է տեղի ունեցել, որն անթույլատրելի է։ Ձեր ղեկավարները ոչ մի հայտարարություն չեն արել մինչև հիմա այդ մասին։ Մենք չգիտենք, թե վաղնում հետ ինչ կպատահի։ Սա անվտանգության հարց է, ոչ միայն Հայաստանում գտնվող ռուսաստանցիների համար, այլ բոլորի։ Ինչու է ձեր երկրում այսպիսի դեպք տեղի ունենում։ 23-ամյա Այշաթը Հայաստանի իրավապահներին ու հասարակական կազմակերպություններին չի տեղեկացրել, որ Չեչնիայից փախել է ընտանեկան բռնությունների պատճառով ու այստեղ Հայաստանի պաշտպանությունն է ակնկալում։ Меня зовут Зурабова Фатима Ахматовна. Նախորդ տարի էլ կրկին ընտանեկան բռնության պատճառով Ինգուշեթիայից Հայաստան էր փախել Ֆաթիմա Զուրաբովան, բայց նրա հետևից Հայաստան ուղիղ ոստիկանություն էին հասել հորեղբայրն ու մայրը, որ համոզեն աղջկան հետ վերադառնալ։ Ազատության տեղեկություններով Ֆաթիման այլևս Հայաստանում չէ, երրորդ երկրում է գտնվում։ Միջազգային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում պատմություններ ընտանեկան բռնություններից տուժած կանանց մասին, որոնք փախչում են հիմնականում Չեչնիայից։ Նրանց մեծ մասին, սակայն, վերադարձրել են Չեչնիա ու ըստ իրավապաշտպանների սպանել։